Այսօր հատուկ հաղորդում ենք պատրաստել մեր ուրեմն հայկական դասագրքերի վերաբերյալ։ Այսօրվա վերնագիրը կլինի երբ դասագրքերը խանգարում են սովորելու։ Ուրեմն մեր թեման ներկայացնում է պարոն Սիմեոն Բաբայանը։ Խնդրում եմ ներկայանաք ու բացատրեք թե մեր թեման ինչ է այսօր։ Ես ներկայանամ Սեմյոն Բաբայան, հանրային ազդարար իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան գործունեության ընթացքում ես հանդիպել եմ մի խնդրի, որը ներկայումս համար առաջինն է իմ կյանքում, կարևորում եմ այդ խնդիրը շտկելը, դիմադրելը, որովհետև տեսնում եմ շատ վատ հետևանքներ, եթե մենք չկարգավորենք։ Ուրեմն ասեմ ինչի մասին է խոսքը, մեր ինչպես նշեցինք, երբ դասագիրքը խանգարում է սովորել, այդ խնդիրը կարգավորվում է հետևյալ իրավական ակտերով։ Դա ԿԳՄՍ նախարարության մեր կառավարության հունիսի 9-ին թիվ 20N հրամանն է 22 թվականի, որը դիցուք ասում է, ինչպես պետք է հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծվեն դասագրքերը եւ ուսումնաօժանդակ գրականությունը։ Պետք է նշել, որ այս իրավական ակտը դարձյալ կրել է հետագայում նշեմ նաեւ իրավական ակտերի համարները փոփոխության այս նախարարի հրամանը կրել է եւ դարձել է 23 թվականին ինքը փոփոխվել է եւ վերջինը 25 թվականին կարող եմ ասեմ 25 թվականին որ հրամանն է 25 թվականին եւս փոփոխվել է ամսաթվերը ստեղ էական չեն։ Մի խոսքով այս հրամանը երկու անգամ փոփոխվել է, բայց փոխանակ գնա լավարկում այս խնդրին եւ իսպառ վերանա այն գործոնը, որը մենք ի սկզբանե նշեցինք, մենք հանդիպում ենք ել ավելի վատթարացմանը։ Մասնավորապես պետք է նշեմ հետեւյալ խնդիրը այս հրամանի ներքո, դա հեղինակային իրավունքներն են եւ մենաշնորհի խնդիրը, որը թվում էր թե պետք է լուծեր այս հրամանը, եւ այս հրամանում արկա է մի հատ սենց բաց։ Հրամանի նախնական տրամաբանությամբ ստեղծված դասագրքերի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցվում էր պետությանը։ Այսինքն պետությունն էր գույքային իրավունք զգում տվյալ դեպքում։ Նշեմ, որ իմ սուբյեկտիվ կարծիքով հետագայում հրամանի փոփոխման ժամանակ արդեն մասնավոր ոլորտին փոխանցվեց, իսկ ի սկզբանե այս հրամանը զրկում էր մասնավոր հրատարակիչներին, փորձառու հեղինակներին ներդրումներ կատարելու մոտիվացիայից, կորցնում էին իրենց մտավոր աշխատանքի նկատմամբ հետագա վերահսկողություն, այսինքն դասագիրքը ստեղծողը հետագայում կորցնում էր վերահսկողությունը եւ մենաշնորհը փոխանցվում էր պետությանը։ Հաջորդը դա խնդրահարույց կետն է, բացն է այս հրամանի սեղմ ժամկետները եւ փորձաքննության որակը։ Բացը այս կետի, այս խնդրի կայանում է նրանում, որ կարգը սահմանում է շատ սեղմ ժամկետներ դասագրքերի ստեղծման եւ փորձարկման եւ փորձաքննության համար։ Պետք է նշել, որ մասնագետների պնդմամբ այս կետը այդ ժամանակահատվածում հնարավոր չէ իրականացնել լիարժեք գիտական եւ մանկավարժական ստուգում, այսինքն մենք չենք կարողանում սեղմ ժամկետներում իրականացնել ստուգումը, մասնավորապես ասեմ օրինակ ՆԶՊ առարկայի մասով 8-րդ դասարանում 24 թվին ստեղծված դասագրքում
ուսուցիչները եթե ոչ առաջի տարում 24 թվին, 24-25 թվականին, ապա 25-26 ուսումնական տարում նույնպես անընդհատ հայտնաբերում են խոտաններ։ Սա շատ վատ հետևանքներ է ունենում, որովհետև եթե օրինակ մենք հայտնաբերում ենք խոտանը ժամկետանց օրինակ սնունդ, եւ այդ սնունդը հայտնաբերողը օրինակ Երևան City-ում օրինակ են բերում։ Եթե հայտնաբերում են, նրան ինչ որ բոնուս են տալի, ով որ հայտնաբերի ժամկետանց սնունդ, նրան բոնուս են տալու։ Տվյալ դեպքում ուսուցիչները պարփակված լինելով, բարձրաձայնելով այն վրիպակների մասով, կարող են ուղղակի խոսալ ներքին, որ գիտես ինչ դասագիր կա, օրինակ ավտոմատի մասով չի ներկայացված 8-րդ դասարանում ոչ մի կետ, ավտոմատը համված է ՆԶՊ առարկայի մեջ, հետագայում մենք խորանանք նաև պատմության եւ մայրենի դասագրքի մասով։ Սա է խնդիրը եւ ամենակարևորը սրա հետևանքն է այս բացի, որ 23-24 թվին դպրոցները մտան բազմաթիվ փաստացի սխալներով, տպագրական թերություններով, մեթոդական անճշտություններով դասագրքեր։ Մասնավորապես մեր լայն հանրությանը հայտնի է հայոց պատմությունը, աշխարհագրություն եւ մայրենի առարկան, որը դեռևս դուրս եկավ եւ հրատարակվեց 23 թվին։ Ինձ թվում էր, որ դրանով կսահմանափակվեր վրիպակները, բայց 24 թվին հրատարակված այս դասագրքերը ցույց տվեցին, որ սա կրում է կանոնավոր խնդրի տեսք։ Հաջորդը ասեմ, հետադարձ կապը, որը նախապես ես խոսացի, ուղղման մեխանիզմների բացակայություն։ Բանը նրանում է, որ դասագրքիրքը եթե սխալով է տպվել կամ մեթոդական, հոգեբանական ինչ որ վրիպակներ են, որոնք վրիպակները ամենևին ես չէի կոչի, փաստաթղթում հստակեցված չէր 20N հրամանում այն մեխանիզմը, թե ինչպես պետք է օպերատիվ կերպ հետ կանչել այդ դասագրքերը։ Դուք հասկանում եք աբսուրդիզմը այս խնդրի, որ եթե վատ դասագիրքը հել է, դուս եկե, ոչ թե պետք է հետ կանչարվի, այլ մենք շարունակենք սխալներով կրթել մեր սերունդը։ Ժողովուրդ ջան, եթե մենք ուզում ենք մեզ դրա համար ներել, հաջորդ սերունդը մեզ չի ների այդ մասով։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք կարողանանք խոսանք, թե ինչպես օպերատիվ կերպով կարելի է հետ կանչել, ուղղել այն դասագրքերը, որոնցում տպագրվելուց հետո հայտնաբերվել են կոպիտ սխալներ։ Եկեք խոսանք սրա հետևանքների մասին։ Հետևանքը ուսուցիչները ստիպված են օգտագործել սխալներ պարունակող գրքերը մինչ հաջորդ վերահրատարակման փուլը, իսկ հրատարակման փուլը 3 տարի կամ 7 տարի հետո է համաձայն կարգի։ Ես այս փուլով 4-րդ կետով ուզում եմ ավարտեմ, մի հատ քննարկենք եւ անցնենք առաջ հաջորդ փուլը։ Շատ կարևոր է, որ վերահրատարակումը, երբ որ տեղի ունենում, մենք ունենում ենք ոչ միայն խոտան դասագրքեր, այլ եւ աղավաղված կրթություն այդ երեխաների մոտ, որոնց շտկումը հնարավոր է, ասենց ասած, կրթվելը նորաձևը կամ կրթվելը պարտադիր է շրջանակում, այն սխալները, որը մենք ստացել ենք այս բյուրոկրատական կամ իրավական ակտի բացերի պատճառով, հետագայում պետք է շտկենք, բայց ոչինչ, եթե առաջի տարին մենք այդ շտկը հայտնաբերել ենք, դա հաջորդ տարին էլ պետք է շարունակենք, երրորդ տարին էլ, Մասնավորապես նույն ՆԶՊ առարկայի մասով ասեմ, գնդապետ, մայոր կոչումներն էին շեղվել մեկը մյուսից, եւ այս խնդիրը ուղակի հայտնաբերելուց հետո, բծախնդիր, ճակերտավոր բծախնդիր իրականում
իրավական լուծումներ պահանջող զինրեկների, մոտ 1600 զինրեք ունենք մենք, բայց դրանցից 2-ը կամ 3-ը դրա մասին գրեցին եւ կրթության նախարարությունը փոխանակ այս խնդիրը շտկեր կամ հետ կանչեր կամ էջը փոխեր միմիայն շատ չնչին մասը, հա, ուղումների տեսքով ուղարկվեց դպրոց, իսկ էլեկտրոնային մասում մնացին որոշ սխալներ, այսինքն մենք գիտենք, որ կրթության մեջ կան թղթային դասագրքեր եւ էլեկտրոնային դասագրքեր։ Վերջի կետը, որ ուզում եմ ասել, որ գնահատման չափանիշների սուբյեկտիվությունը, հարգելի ժողովուրդ, եթե մենք խոսում ենք դասագրքի մասին, դասագիրքը այսպես ասած неодушевленный, հա, անհոգ մի կերպար է, մի առարկա է, որը չի կարող ինքը բողոքի, հա, ինքը չի կարող բողոքի։ Ի տարբերություն, օրինակ, ես մեծ փորձ ունեմ որպես իրավապաշտպան քաղաքծառայության մրցույթների, չէ, մարդը, որը չի ընդունվում ինչ-որ աշխատանքի, կենսական նշանակություն ունի իր համար աշխատանք ունենալը, ինքը հետագայում բողոքարկում է, դատի է տալիս, դասագիրքը լուր է, երկա վիճակ։ Այն հայերին, որ ապրում են պետությունից դուրս, բոլորն էլ ինչքան որ ներսը խնդիրներ ունենք, այդքան էլ դուրսը խնդիրներ ունենք, բայց մեր միակ լուծումը մեր ինքնության պահպանումն է, ու դա կարող անենք մենակ լեզվի մշակույթի տեսքով։ So ես ուզում եմ բոլորին շատ խորը ուրեմն շնորհակալություններ հայտնեմ բոլորին մասնակցելու համար, մեզ լսողներին էլ խնդրում եմ մոտեցեք, արտահայտեք, ուրեմն մենք կտանք email-ները համապատասխան մարդկանց, խնդրում եմ բարձրաձայնեք ձեր մտահոգությունը, ձեր ուրեմն աջակցությունը Սիմոն Բաբայանի շատ դժվար մեծ նախաձեռնության համար, որ ինքն էլ իմանա, որ ինքը մենակ չի, որ մեզ նայում են 100,000-ից ավելի մարդիկ են նայում, մոտավորապես 60-70 պետություններից, նրանք, որ ապրում են Հայաստանից դուրս չի նշանակում իրանք չեն մտահոգված, իրան էլ երեխաներ ունեն, իրանք էլ են ուզում մշակույթը պահպանվի, so էդի հաշվի առնելով խնդրում եմ մի քիչ ավելի ակտիվ լինեք, որովհետև